Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Լրանում է նրա 145-ամյակը, այսպես ասենք, Հոբելյանը։ Դեռ 5 տարի առաջ, սակայն մի հետաքրքիր ուշագրավ նախաձեռնությամբ հանդես եկավ Գրողների միությունը փետրվարի 19-ը հռչակվեց որպես գիրք նվիրելու օր։ Ամեն տարի նկատելի է, թե ինչպես գիրք նվիրելը դառնում է այս օրվա խորհուրդը։ Գրահրատարակչություններն այսօր որերորդ տարին իրենց հրատարակած գրքերը ինքնարժեքում են վաճառում։ Ահա օրինակ 6 գրահրատարակչություն այսօր իրենց հրատարակած գրքերի ցուցահանդես են բացել Խնկո Ապուր մանկական գրադարանում։ 3 օր շարունակ ներկայացված գրքերը կվաճառվեն ինքնարժեքով։ Գալիս են գրքերին գնում եւ նվիրում են ու տարեստարի աճում է։ Հիմա ասիկա շատ լավ բան էր այս գիրք նվիրելու օրը ստեղծելը։ Ինչպես այդ մշակույթը։ Իհարկե, առաջին տարիներին ես հիշում եմ, բոլորը գալիս ինձանից էր գիրք ուզում ու հրատարակիչների նկատի ունեմ, բայց երևի սկսեցին կամաց հասկանալ, որ գիրք ուղղակի առնել եւ նվիրել։ Մեկ այլ անտարես հրատարակությունն էլ գիրք նվիրելու ակցիա էր կազմակերպել օպերայի մոտ իր փոքրիկ գրախանութ կրպակում։ Այսօր ավելի քան 200 գիրք են նվիրելու բոլոր այն ընթերցողներին, ովքեր մասնակցում են իրենց Facebook-յան ակցիային։ Գրքի կրպակի մոտ հերթեր գոյացել, ետասարները եկել էին իրենց նվերները ստանալու։ Սովետական ժամանակներում այդ գրքի հերթերի մասին լեգենդներ էին պտտվում, որ ասենք գիշերը հերթ են կանգնում, որ առավոտը գրքի ձեռք բերեն, օրինակ Սևակի գրքերը, Շիրազի գրքերը։ Մեր ժամանակներն այնպիսին են, որ պետք է փորձեն գոնե տեսակ ակցիաների շնորհիվ այդ հերթերը ապահովել, որպեսզի դրանք արդեն դառնան բնականon բան։ Այսօր որպես ընթերցող շատ ակտիվ էին հենց երիտասարդները։ Նմանատիպ ակցիաների լավագույն կողմն այն է, որ կոտրվում են կարծրատիպը, որ այսօրվա երիտասարդությունը չի կարդում։ Լինելով երիտասարդ եւ ունենալով լիք ընկերներ երիտասարդ, կասեմ, որ բոլորն էլ կարդում են եւ բոլորն էլ չհագրգռված են լավ գրքեր ձեռք բերել։ Ես երկու գիրք եմ շահել՝ Ստամբուլի բիճը Էլիֆ Շաֆակի եւ Արմեն Օհանյանի Կիկոսի վերադարձը եւ նաեւ Վարպետը եւ Մարգարիտան գիրքն եմ վերցնելու իմ քրոջ համար։ Իսկ դուք անձամբ գրքեր նվիրելու եք այսօր ուրիշների, որոնք այստեղ չեն, ձեր ընկերներին, մտերիմներին։ Այժմ ոչ, բայց ինձ են գիրք նվիրելու։ Ես 3 դասախոսից եմ նվիրել գիրք, Կոբո Աբե, Ավազուկինը։ Գիտեք, որ այսօր գիրք նվիրելու օր է։ Ահա, Նվիրելու եք գիրք։ չէ։ Չգիտեմ, բայց ուրախ եմ ունենացա։ Բուկինիստ գրախանութում էլ, որև ուղևորվում էին այս երիտասարդները, այսօր բոլոր այն ընթերցողներին, ովքեր թեկուզ մեկ գիրք էին գնում, մեկ գիրք էլ նվեր էին տալիս գրախանութի մուտքի մոտ։